լրությունը կուտակվել գիտի, խատանալ, նույնիսկ կարծրանալ գիտի, իմ լրությունը տարածվել գիտի, կարոտներից մեջ խիտ լուծվել գիտի, համրորեն հոսել, տակ հրցունքի պես կատկտել գիտի, իմ լրությունը ծերանալ գիտի, ու տերևի պես չուրանալ գիտի, բայց և գարնան պես կանաչել գիտի, ձնհալուցքի պես կարկաչել գիտի, պատկել, բողբոջել ու ծաղկել գիտի, իմ լրությունը նոր կբուրել գիտի, նաև բույր ու թույր կհանել գիտի, իմ լրությունը սպասել գիտի, ու անվերջ թախծել, կարոտել գիտի, իմ լրությունը մեղնոզվել գիտի, հույզերով լծվել, փոթորկվել գիտի, այն առանց ժպիտ ծիծաղել գիտի, ու առանց բարձունք արտասել։ Ողջունում եմ բոլորիդ, կոլեկտիվին, ծնողներ, շատ սիրելի բանաստեղծուհի։ Ըստ իս արժանավորները պետք է մեծարվեն, ինչու ոչ, հենց իրենց ներկայությամբ։ Հարգենք, փառաբանենք, մեծարենք մեր մեծերին ըստ արժանունի։ Մեր հանդիպում բանաստեղծու հետ միջոցառումը համարվում ենք բացված։ Լեռների մեջ գտնվող այս գողտրի գյուղում արարող ու ստեղծող Ալեքսանդրի ընտանիքում ծնվում է ընտանիքի 5-րդ երեխան, Տավո Ալեքսանյանը։ Նա իր տաղանդող ընդունակություններով աչքեր ընկնում 7 երեխաներից։ Լաուրա Շամիրյանի Ալեքսանյանը ծնվել է 1966 թվականի հունվարի 1-ին Գեղարքունիքի մարզի Թազագյուղ գյուղում, այժմ Ծովասար։ 1973 թվականին հաճախել է Թազագյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարանը, մինչև 7-րդ դասարանը սովորել և ավարտել է Հայրենի գյուղում։ 1981 թվականին ընդունվել է Երևանի Արտաշես Շահինյանի անվան թիվ 1 ֆիզիկա-մաթեմատիկական թեկումով դպրոցը։ Երազանությամբ ավարտելով թեկումով դպրոցը 1984 թվականին էքսպերիմենտով քննությունից 2-5 գնահատական ստանալով ընդունվել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ 1985 թվականին ավարտել է համալսարանը և աշխատել որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, ամուսնացած է, ունի 4 երեխա։ Սովորական մարդկային տեսագրություն, մի քիչ ավել, մի քիչ պակաս, սակայն այն անսովորը առանձնահատուկ է, որը պատճառ դարձավ հանդիպում կազմակերպել այսօրվա մեր հյուրի հետ, հետո եկավ, դա գրելու և պոեզիա ստեղծելու կարողություններ։ Լինելով հետաքրքրասեր ու պրպտող հոգի, տպավորվող ու զգացմունքային էակ, դեռևս մանկուց սիրում էր գրականությունն ու պոեզիան, սակայն երբևէ մտքով չէր անցնում իր մանկական խոհերն ու մտորումները թղթին հանձնելու մասին։ Թե ինչու և ինչպես սկսեց ստեղծագործել, կարծում եմ ինքը տիկին Լաուրան կասի իր խոսքում։ Մեզ մնում է ասել, որ բանաստեղծությունները սկսել է գրել 2018 թվականից։ Քանի որ օրը գարնանային է տրամադրող, մենք կլսենք 3-րդ A դասարանի աշակերտներին։ Ձմեռը դեռ, արի գարուն, ուշանում ես ու հապաղում, թաքնվել ես ամպերի մեջ, սիկրավում ես ու հեռանում, սնծաղիկը գաղուց բացվել, կողալուսն է լուրավետում, մանուշակը բացվել արդեն, սրսրտում է ու նոր բուրում, նարգիզ ինուր պաչուկներով, վաստակ շղեր է որոնում, հոնին դեղին շղար շակել, մեղուներին ոնց է դութում, իսկ հեղջ մեղուն յուզը սրտում, կծկվում է ծրտից դողում, Ճնճողները վաղ արտանում, կոկալուստի կողքն են երկում, բայց առանց քո տակ կվանքի, նորից լուր են ու զգվում։ Թուն դաղել, սիրտը հողի, ուզում է նոր կյանքով լծվի, բայց առանց քո տակ շողերի, վախենում է ծիլը մրսի, դեռ գետը խեն չի որոնում, արվակը դեռ չի խոխոջում, սարի փեշին դյունը սարած, քո ամփյուրից չի կարկաջում, դեռ լսում ես սպասման մեջ ու ամպերում, իսկ դու դեռ դյուն ես սպաղում, բայց առար է մի հապաղիր, պաղ երկնքի սիրտը շոյիր,
Տագզգզված փայմիան, թող ջերմանա սառած հոգին, մի հապաղիչ, արի, գարուն, բեր նոր հիսեր, նոր քնքշություն։ Գարուն է լացում սարելանների, վռված յուրները ու խորխոջալով ներքև են վազում են լսում վաղուց ցամաքած, խուլարվածները իրար նոր գտած անուր կարկաշում։ Ուզմուքի տանձայած, ամն է այդ ասունքների գարուն եկելով, հողին են ասում, ատի արդյունքից, թրջվում է հողը, պապկում է պզվում, սստի մեջ առած սիրտակտումը։ Գարուն է սուրում, հարավից փաղատ, ջերմաշնչով, այցելոցի տակ, բարում է կազմում։ Հստրե ամպերով, վեցնազմով, ամպերի տակից, խաղջում է մրմել, գուցե պատանի, արևի շող, զյադացի պես փարվում է հողը, անում է նրա աչքերի ծողը։ Գարուն է շրջում, սյուրի բաղծոցից, հեստոր ազատված, չոր դերևները, ծանր շրջում, հիշում է ծանի, դերմեք ճուղերով, նորսկյանքն է սկսում պտանը, ծարի ավիշտում, չորներ ճուղերը, պտվում է նորից բաղպոճում։ Գարուն է շրջում, կապտակողը, իրիկվաշավի համը, անդորի շուրջով կսվում է ճուղի, լնջող ճրջողնիկի ջրբաղ պետունը, ձեր մոշահավի տեղի կտուցի, գարն է բողվում կատկթու փողի։ Գարնանանվար եթիրի գրկում, թծրացավ հողը նունդեր է բողվում, ընգուշտիրեն է նոր գրղիկները հողից դուրս անում, խաշամի տակի ծնծակներն է ջինջ աչքները կշակով բացում, և բարը սարը երազները վրում, ալեհերից երկի երես վրում։ Գարը քո գարուստով ոգիս թունդ է անում, քո արևը սրտից տակ դողեր է խարնում, քո կարմին ընկերից ծանոթ երկ է բերում, ծաղտակար ուշերից կարոտներով կերում, քո ամպերը կարծես իմ օգնում են գիտում, ու անդրևը կարծես իմ աչքից է թաղնում, քո շողերի ցույցս նարատներ է անում, քո դողից այնպես ու սահատ եմ դառնում, քո որոտը հոգուս զսպված ճիշտն է ասես, քո տրտմությամբ գարուն թաղծում եմ նաև ես։ Նրա ստեղծագործությունները ընթերցողների լայն շրջանակ ունի և սիրված է շատերի կողմից։ Նա սոցցանցում Facebook-ում ունի 4400-ից ավելի հետևորդներ։ Շատ հանրաճանաչ ազգունքողներ նրա բանաստեղծությունները ներառում են իրենց ծրագրում։ Լսենք նրանցից մեկին, ճանաչված ազգունքող Թինային, իմ լողություն։ Իմ լռությունը կուտակվել գիտի, խտանալ, նույնիսկ կարծրանալ գիտի, իմ լռությունը տարածվել գիտի, կարոտներիս մեջ խիտ լուծվել գիտի, համրորեն հոսել, տաք հրցունքի պես կատկտել գիտի, իմ լռությունը ծերանալ գիտի, ու տերևի պես չուրանալ գիտի, բայց և գարնան պես կանաչել գիտի, զնհավուցքի պես կարկաչել գիտի, պատկել, բողբոջել ու ծաղկել գիտի, իմ լռությունը նուր կբուրել գիտի, նաև բույր ու թույր կհանել գիտի, իմ լռությունը սպասել գիտի, ու անվերջ թաղծել, կարոտել գիտի, իմ լռությունը մեղմ հուզվել գիտի, հույզերով լցվել, փոթորկվել գիտի, այն առանց ժպիտ ծիծաղել գիտի ու առանց բարձունք արտասվել գիտի, իմ լռությունը ինձ թաղել գիտի, ինձ հոգեշնչել, ներշնչել գիտի, իմ լռությունը երկ դառնալ գիտի ու այլոց երգին ձայնակցել գիտի, իմ լռությունը խոսք դառնալ գիտի, աշշուկ, անձայն ընկալվել գիտի, իմ լռությունը արարել գիտի, հոգուս հույզերը լուր պատմել գիտի։
1000-ից ավելի բազմաբնույթ է Լաուրա Ալեքսանյանի թեմաները։ Նրա բանաստեղծություններում մեծ տեղ ունի սերը, իր բազմաշերտ ընկալումներով ու դրսևորումներով։ Լսենք մի քանի պատառիկ այդ բանաստեղծություններից։ Այդ բանաստեղծության պատասխանատվին ցանկացել է վերագրել իրավունքները Հուսայի հանդեպ։ Մի գնա, մնա, այս ետալ, առանց քեզ օրս դառնում է տարի, առանց քեզ կանգ է առնում գիշերը և ուշանում են աշխարհեսները, առանց քեզ ասես օրը չի բացվում, սրտիս մեջ թղթեր ու դող չի լսվում, առանց քեզ ծույլ է ժպտում արևը, ու նա ու թույլ ու շողերը, առանց քեզ դատարկ է մենությունս, համր ու չխոսքամ է լրությունս, երկինքն է անգամ թաղթում առանց քեզ, ամպերի սակն է դառնում հեղ ու հեզ, առանց քեզ քամին գլխահակ մոլոր թրև է գալիս այգու շուրջ բոլոր, երեկոները իջնում են թաղծով և սերերն են հեռանում լացով։ Դու կխանդես ինձ, եթե իմանաս, որ միամը չես սերին իմ սրտում։ Դու կհանդուրժես, եթե իմանաս, որ սիրտս լիքն է նրերով բազում։ Դու չես հավատա, բայց միշտ են ապրել նրանք իմ սրտում։ Ինչպես ու երբ են ներդարձես այնտեղ, հավատա, ինքս էլ չեմ պատկերացնում։ Ես գիտեմ միայն մի շատ հասարակ պարզ ճշմարտություն, որ այդ սերերն են սիրտս ապրեցնում։ Ապրում են այնտեղ նրանք շարունակ, հարթ ու ներդաշնակ, չեն խանդում իրար ու չեն նախանդում։ Ուզում ես պատմեմ սիրտս ապրեցնող սերերի մասին, դե համբերությամբ ականջիր սրտիս անկեղծ զրույցին։ Նախապես ասեմ ամենաանբիծ վես սիրո մասին, տիրոջ սերն է դա, մեծ ու կաթոլիկ, անշահախնդիր ու անդավաճար, երանելի ես թե միշտ ունենաս։ Փայփայես նրան, իսկ հաջորդ սերը գրեթե նույնքան մեծ ու անսահման բնության սերն է, նորից փոխադակ, անկեղծ, անվարան։ Գիտես ինչպես է ամեն առավոտ լույս է ինձ փարվում, քնքշորեն ու մեղմ շոյում է դեմքս, կողերս բացում, արթնացնում քնից բարի լույս մաղթում, սկսվող օրս բարի քովոցում, իսկ արևը ջերմ, անտես թևերով մեղմ գրկում է ինձ, սիրտս հուր տալիս, խայտում է հոգի, սիրտս ջերմանում, երկնքից կապույտ երազներ բերում, իսկ սյուքը գիտես ոնց է ինձ սիրում, անտարբեր գրուր երբեք չի անցնում, փաթաթվում է միշտ վարսերը շոյում, սիրո շշուկներ ուշիկ շշնջում, և սեր ու կարոտ պահած իմ գրկում, հպվում է թեթև շոյում ու փայում, իսկ ծաղիկները գիտես ինչպես են խելքահանանում, անուշ բուրմունքով միշտ սիրտս կերում, նրբորեն մեղմիկ հեզում են նազում, հիացմունք քնքշան օրերիս խառնում, բագետը լավ է, որ դու չես լսում, նա ինձ համար է օրհնիբուն երգում, անուշ կարկաչով ինձ իր մոտ կանչում, վճիռ ջրերով նազում շորորում, զով մաքուր շնչով դյութում է հոգիս, ուրախ երգերով փարվում ոտքերիս, հապա երկինքը այն անուշ պերճ, կանչում է թողում հմայում անվերջ, հապա աստղերը աչքերն անհունի, նրանք հոգական հմայք նով ունի, իսկ լուսնի սիրուց լավ է չպատմեմ, այդպես գուցե քեզ էլ խենթացնեմ, ներիր չեմ կարող, գաղտնիքը բացել, մենք միշտ իրարու մեր սիրտ ենք բացել, չէ, վերջ չկա սրտի սերերին, հմայված հոգուս բյուր գաղտնիքներին, միայն թե որքան տարիք եմ առնում, այդ սերերն այնքան վարման են դառնում, ու ապրած ամեն օրվա հետ ավելանում են ու ավելանում։ Բնությունը հայրենի եզերքի հարազատ պատկերներն ու տպավորությունները չէին կարող անհետ մնալ և տեղ չգտնել նրա ստեղծագործություններում։ Բանաստեղծությունների մի ամբողջ շարք, որտեղ հայրենի եզերքի պատկերներն են մանկության ու հուշերն են աշխարհի ամենախայտավորել գույներով ու բույրերով։ Իմն են հուշերս, մի կերակուր։ Ուրախությունս ինձ մանկական մնաց իմ տան մեջ, իմ հայրենյակում, մանկության չքնաղ սար ու դաշտերում, հարազատ թաղի զվարթ խաղերում, հորս ձայնի ջերմ ելևեջներում, մորս տակ գրկում։ Պատանեկության մեջ են մնացել բոլոր իղձերս, վառ ու լուսավոր երազանքներս, պատանեկության մեջ են մնացել այնքան վեր մաքուր զգացմունքներս, առաջին սիրո քնքուշ դողերս, գովեստից չիկներ, շառագուներս, հուզմունքից սրտից տեղ կորցներս, մարդու նկատմամբ անկեղծ ցավալս։ Ջահելության մեջ թողեցի անհյութ իմ տան պատերս, լույս անուշներս, հույս ցնորքներս, սիրո հպումից այրվող շուրթերս, հոգուս կրակից, հայլող աչքերս,
Սիրո կրակից բոցավար սիրտես, ծիածանավոր արևոտ հոգիս։ Հոգուս քնքշանքը սրտիս կրակը, գտա հավատիս տակ արեգակը։ Թողեցի այնտեղ գեղեցկությունս, բույրս հմայքս։ Նյութական ինչքով երջանկանալու դատար պատրանքս։ Ինձ հաջողության հետևից մղող անմիտ խապկանքս։ Ձեռքբերումների ու ձգտումների հիմնական մասը, փախիցով լեցուն հույզերիս թասը։ Հիմա իմ կյանքը եուքշերով և աղոթքներով, կարոտի անմաշ ոտնահետքերով, աշխարհիս, երկրից գլխին կրտնած արհավիրքների մութ տագնապներով, անզորությունից ծնվող պարտության տխուր գույներով, դեպ երկին ձգվող բանուկ ու մաշված, բայց ինձ համար դեռ խոչընդոտներով, խորշերով պատված արահետներով, մարդկային հանդեպ մաշված հավատով, տարակուսանքի, հիասթափությամբ, հոգեմաշ մտքի զառիթափերով, դեռ մանկությունից իմ հոնքում ապրող ու դեռ անավարտ ուսե հեքիաթով։ Ախ, Աստված չանի, թե հեքիաթս անգամ տխուր վերջանը, հուսո աղոթքս ու տաք ուշերս գուրու հավիտյան հետս կմնի։ Վիտա ժամանակ, կանգ առ ժամանակ, ուր ես շտապում, զուր ես խենթ պասկով առաջ գլրվում, շարժվում ես անվերջ արագացումով, աշխարհարում ես այդում ցուցումով, կանգ առ, խնդրում եմ, այս ինչ ես անում, այս ինչքան հույզ ես տոցումը տանում, ինչքան սեր, կարոտ, հարգանք, պատկարանք, անգույն ես դարձնում աշխարհ ու անկյանք, կանգ առ ժամանակ, զուր ես արտորվում, որքան կերտանի մարդկային կապ ես քանդում ու տանում, և տես արդյունքում հողը անխնամ ամտեր է մնում, ծնողը որդուն կարոտ է մեռնում, մարդիկ կողքի կենտանի շփման կարիք են զգում, զավակը տուն տեղ հայրենի հողից հեռու է դնում, տանում ես քեզ հետ այնքան լուսեղեն անկեղծ երազներ, վար մաքրամաքուր, մոռացված է ձեր, մանկության ուրախ երկեր ու խաղեր, այնքան հոգևոր սրբագործ տեսեր, այնքան ոգեղեն հին սովորույթներ, հայեցի, վսեմ, բարի ադապներ, քո անկանգ վասկում, բաժանումներ ու անդարձ հեռացում, դու հեռացնում ես մշակին հողից, յուղացում յուղից, հայրենաբաղցին իր հայրենիքից, կտրում ես մարդուն մայր բնությունից ու հետևաբար միակ առաջից, այդ մեծ թափի մեջ մարդկային սիրտ ու հոգի ես տանում, և մարդիկ անսիրտ մտքով են ավավ լոկ առաջնորդվում, կանգ առ, ժամանակ, քո վասկը արդեն ահել է շրջում։ Մանկության տարիների մտերիմ ընկերուհին անշուշտ շատ բան կունենա մեզ պատմելու, աղջկական իրենց փշպճոցներից ու խենթություններից։ Խոսքը տրվում է Հասմիկ Պետրոսյանին։ Բարով տեսանք Լաուրա, իմ անկության, իմ լուսե մանկության լուսե ընկերուհին։ Այսօր դուք բանաստեղծելու կարգավիճակով եկել եք ձեր հայրենի գյուղը։ Չգիտեմ ով ինչպես ես հիացած եմ ձեր ստեղծագործություններով։ Քանզի ծանոթ եմ, արդեն 4 տարի ձեր հետևորդն եմ։ Երևի ժողովուրդը, մեր սիրելի հայրենի ժողովուրդ, ես թվա թե պատահական ինչ-որ երբեմն ասում են թղթին տված խոսքեր են։ Ես սիրով սպասում էի Լաուրայի շնորհանդեսին, գրքի շնորհանդեսին, որպեսզի գնայի Լոռի, Վանաձոր, բայց այնպես ստացվեց, որ շատ ավելի ճիշտ եղավ։ Լաուրան իր առաջի մեծ քայլը իր հայրենի գյուղում կազմակերպեց եւ այնքան ողջունելի ու այնքան ճիշտ է երևի այս շենը ձեզ կորնի ձեր ստեղծագործական ուղին։ Իսկ ինչ վերաբերվում է աղջկական մտորումներին, դեռ փոքր հասակից հիանում, նախանձում, զարմանում ու երևի հենց հիմա էլ նույն զգացմունքներն եմ ապրում, Լաուրա։ Դու բնության հետ խոսում ես, լցնում ես բնությունը։ Դու այնքան ես նկարագրում, տեսանելի ես դարձնում, որ անգամ ես զարմանում եմ, այդ որտեղից ես հնարում։ Իսկ ես ամենից շատ, գիտես Լաուրա, խոնարհվում եմ այն բանի դեմ, երբ դու Աստված ես պաշտում, դու Աստծուն ես օրհնում։ Հիմա ամենից շատ ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, պետք է մենք դառնանք Տիրոջը, միակ ճշմարտություն ինքն է։
Իսկ տաղանդի, քո տաղանդը, որ զուգորդում է Աստծո խոսքի հետ, Աստծուն պաշտելու, Աստծուն օրհնելու եւ փառաբանելու, իմ համար միշտ մնում է զարման։ Մի խոսքով չերկարացնեմ, ես հիանում, ուրախանում ու զարմանում եմ քո ստեղծագործությունով։ Բարի երբ քեզ, մեծ գրական կյանք, իսկ դա լինելու է։ Մարդկային հոգում կատարվող վայրիվերումների, հուսահատությունների, հիասթափությունների, ցավի, տառապանքի, տխրության եւ իհարկե արևով բացվող արշալույսների ու այդ արշալույսների ջերմությունից ու լույսից ծնվող ուրախության ու խնդության մասին է բանաստեղծուհու ստեղծագործությունները։ Այսինքն, կյանքը իր բազմաշերտ ու տարողունագոյությամբ, թող միշտ հուսած սիրո, գեղեցիկի եւ հոգեթով երկեր պարգևի ստիպին լավը։ Հավերժության մեջ ճամփորդներ ենք մենք, բանդուղ այս կյանք, եւ հանդիպում ենք եւ կորցնում իրար այս անվերջ եւ ոմանց այս երկար ճամփա ենք կորցնում, ոմանց հանդիպում մի խաչմերուկում, մի ճամփաբաժնում կորցնում ենք, հանդիպում ճամփի մի այդար, ոմանց այդ այնքան յուրին է խայրս, ոմանց այդ խայր խրտին է դարձնում, ոմանց այդ խայր խրտին է դարձնում, ոմանք օգնում են խոչընդոտ մասներ, ոմանք պատնեշ են իշտարիսը, ոմանք աղմուկում խարվում են մեր երդին, որ ոտնահետք են մեր սրտում, և արկադրյալ հրաժեշտից հետո մեր սիրտն են կարծես իրենց ներտանում։ Մենք նորով պանդուղ այս օտար երկրում, միայնակ գալիս, մենագնում, և հավերժության այս անվերջ երթում հույզերով սնվող փողերն են միշտ մերում։ Սիրտի, դու այդ ինչ նյութից ես շինված, որ այսքան ցավին դուր դիմանում ես, որ ցավից պայթում, նորից հավաքվում ու բաբախում ես, ցավից փշրվում, բայց փշրանքներից դու քեզ վեր գտնում, վերականգնում ես, անզորությունից մաշվում, բարակում, սիրով նորից է զորավոր դառնում, որ ցավի միջից քնքուշ ժպտում ես, ցավին զուգահեռ սիրուն փայում ես, քեզ ցավեցնողին նոր փայփայում ես, ցավից արտասվում, միաժամանակ հույսից փայլում ես, տառապանքներից դրսից կարծրանում, ներսից ավելի փոքրունանում ես, որ ցավի լեղին քեզ չի դառնացնում, որ այսքան դառնությունն ես, այսքան ճաշակում, նույն քաղցրահանն ես, դու նորից մնում, որ ցավից կծկվում, բայց չես քարանում, արցունքներ խմում, բայց չես չորանում, դավերից մաշվում, բայց չես չարանում, որ արցունքի մեջ բուրում ես անուշ, տառապանքի մեջ մնում մեղմ խնքուշ, անկեղծ եմ, սիրտ, դու ինձ և զարմացնում և հիացնում ես։ Իմ հոգու մեջ կա մի ալիքում, աշխարհի դեմքոց, այն իմ հոգու սրբավայրն է, սրբության սրբոց։ Այնտեղ երբեք մուտք չի գործել ոչ մի օտար աչք, չի թափանցել այնտեղ օտար, մի շունչ, մի հայացք։ Երբ աշխարհից ու ամենքից հեռու եմ լինում, ես եմ միայնակ մածանքով այնտեղ հայտնվում։ Ես այնտեղ եմ գնում անխոս ու աչքերս փակ, այնտեղ այնքան անկեղծ եմ ես, այնպես պարզ, շիտակ։ Ես գնում եմ այնտեղ խղճիս հետ զրուցելու, կամ արարչից իմաստություն, կուտ աղերսելու։ Երազներ կան այնտեղ անվից, իջած երկնքից, հեծեծացող կարոտներ ու լուսաշող թախից։ Գաղտնիքներ կան անմեղ ու խոր, հույզեր մեղավոր, թափառական սերեր, բոլոր ու խորհրդավոր։ Այնտեղ ուժ կա, որին երբեք ոչ ոք չի դիպել, և քնքշանք կա, քնքշանք, որին ոչինչ չի հպվել։ Սիրտս այնտեղ շատ հաճախ է, թափվում արտասել, արցունքներ կան այնտեղ, սպասումներ կան, որոնց մասին երբեք չի խոսվել, սրտից փոխված հառաչներ, որ երբեք չեն լսվել։ Հաճախ այնտեղ ծնկում եմ ես մեղքի տակ գքած, և այնտեղից դուրս եմ գալիս մեղքից լվացված։ Կա մի փոքրիկ կողտրիկ անկյուն, հոգուս խորանում, ու սեփական միտքս է անգամ երկյուղով մտնում։ Կա մի փոքրիկ կողտրիկ անկյուն, հոգուս խորանում, ուր իմ սիրտն է մեկ ընկարկում, մեկ պատարաշում։ Երբ մայիս հետ ես հանդիպեմ, այնքան կուզեմ պատրաստ լինեմ, խիղճս մաքուր, մեղքս ներված, առաջից դեմ և ես կանգնեմ, որ բոլորից հաշտ հեռանամ, անիծողիս օրհնած լինեմ։ Ախ, երանի ես ոչ մեկին, ամուր կապով կապված չլինեմ, ինձ սիրողից ազատ լինեմ, որ սրտին ցավ չպատճառեմ, ով երբևէ ունեցել է ինձնից բարու,
ըմբռնվելու կամ օգնության ակնկալիք, առատապես ու գոհությամբ նվիրած ու բախշած լինեմ։ Եվ նյութական այս աշխարհից այնքան հանգիստ ես բաժանվեմ, անափսոսանք առանց կարոտ, ամեն ինչից հրաժարվեմ, եւ հանդիպման վեր վայրկյանից հոգով խաղաղ անվախ լինեմ, եւ երբ հոգիսից ձեռքը տամ, եզերական անձի լույսի վերջ մաստիկը հյուլեն դառնամ։ Հազարներ կգան այս աշխարհն անբիծ, փյուրեր կգնան այս աշխարհից բեղծ, ոչ նրանց գալը աշխարհը կզգա, ոչ էլ գնալը սրտին ցավ կտա։ Ամեն եկողի կթվա իր հետ աշխարհը բերում, ամեն գնացող կգարցի աշխարհն իր հետ է տանում։ Յուրաքանչյուրը կուզի աշխարհում փոխել ինչ-որ բան, յուրաքանչյուրին կգերի միայն անհայտ ապագան, ոչ ոք աշխարհի լավից ու վատից գլուխ չի հանի, ամեն ոք կյանքից ուսուցանելու իր դասերն։ Երանի նրան, ով այս կարճ կյանքում քամիների դեմ կռիվ չի մղի, երանի նրան, ով իր վիզերի հետ մենամարտում հաղթությունը միշտ սիրում կհղի։ Երանի նրան, ով ցուրտ աշխարհին իր սրտից մի բուր ջերմություն կտա, երանի նրան, ով աշխարհ գալով իմաստն բռնած կյանքից կգնա։ Լսենք, եկ բառերի հետ խիստ զգույշ լինենք բանաստեղծությունը։ Գուցե ոչ ճանաչված ասմունքով, բայց ճանաչված, մանկավարժ, բոլորիս կողմից սիրված Անժելա Ստեփանյանի կատարմամբ։ Եկ բառերի հետ խիստ զգույշ լինենք։ Բառերը իրոք շատ զորավոր են, նրանք ունեն բույր ու համ ունեն մեղեդի, զգացմունք ունեն։ Նաև հատկանիշ, նաև հատկություն, նաև թե ինչպես ու երբ են ասվում։ Բառը կարող է բալասան լինել, դառնալ դեղ, դարման, սրտեր ամոքել, հոգու վեր բուժել, հանել սրտի ցավ։ Բառը կարող է հոգու լույս դառնալ լույս հավատ, ապավեն դառնալ։ Երբ բարիք սրտիդ մորմոքն ես խառնում ես զղջում ու անկեղծություն, երբ ակնածանք ու սպասում ես խառնում, հոգիդ ես խառնում ու երկինք ուղղում բառը զորավոր, աղոթք է դառնում բերում ու լույս եւ իմաստություն։ Բառը կարող է նաեւ ներ դառնալ ու խոցել սրտեր ու բացել վերքեր, նաեւ թուր դառնալ կամ երկսայրի սուր անխնակտրել։ Նաև սպանել, կարող է դառնալ բարսատիկի քար, դավթի նման դավյատներ խոսել, դառնալ հիմնակար կամ անգունակար, վարպետի ձեռքին, հղկած տաշած քար ոգեղել, շքել ու անձեռագերտ վանքեր կառուցել, տաճարներ կերտել, անգին քար դառնալ ու մարդուն զուքել, կամացքեր դառնալ ու դառնալ երկեր, հեքիաթներ դառնալ, կյանքը զարդարել։ Բառը կարող է քնքուշ հույս դառնալ, մեղմորեն ծորալ ու սրտեր հուզել։ Արցունքներ դառնալ բերկրություն, սրտին բերել ցավ կամ ուրախություն։ Բառը կարող է անուշ երկ դառնալ, ծոր տալ մերթ մեղմիկ, մերթ խրով տնչել, մերթ հոգին բուժել, մերթ կարոտանքով հոգու հետ խոսել։ Հասնել ապագա ու թրջել անցյալ, ապրածն ու չապրած միացնել իրար։ Կարող է նաև ժամանակ դառնալ ու տարածություն, մտերիմ սրտեր իրարից զատել ու նրանց միջև անջրպետ լինել, կամ դառնալ նեղուց ու սիրող սրտեր իրար միացնել։ Կամ դառնալ կրակ ու սրտեր կապող կամուրջներ այրել, կամ անեց դառնալ ու թրջունի պես յուր բնից թրջել, ուտեղ չգտած նորից հինգ բնում ու չգալ զվարել։ Օ, զորավար են թարել դառնում, երբ մարդիկ նրանց հույզեր են խառնում, երբ նրանց մեջ սիրտ հոգի են դնում, երանի նրան, ով բառը տեղին, մեծ զգուշությամբ ու ակնածանքով է օգտագործում, նա կառուցում է, այլ ոչ թե քանդում։ Լաուրային ողջունելու են եկել Ծովասարի մշակույթի տան Ալաշկերտ բարի խմբի փոքրիկ սաները, գեղարվեստական ղեկավար Հասմիկ Հայրապետյան։
նաև ասել ծնվել Ընկեր Մովսիսյան։ Ողջունում եմ իմ շատ սիրելի ժողովուրդ, համայնքի բնակիչներ։ Ես իմ համար իրականում հայտնություն է։ Մենք ծանոթացանք Լավոր Ամիրխանյան անհարգանման հետ, որը լոկալ մարզվանում չէ։ Ինքը մի հատ հրաշք գերություն էր իր ստեղծագործական ամբողջ ելևիկներով հանդեպ։ Կոնկրետ ես զարմացած եմ։ Ես երբևիցե չեմ տեսել, չեմ ճանաչել տիկին Ամիրխանյանին, հենց մեր ծանոթության ժամանակ անմիջապես ես իրեն ասացի, որ չեմ եկել, որ իրականում Ալեքսանդր Շամիլյանը նման աղջիկ է։ Մեր տարիքային տարբերությունը 10 տարվա տարբերությունն է, եւ ես երբևիցե չէի տեսել իրեն, երևի թե գյուղում չի եղել կամ չգիտեմ, չէի լսել, որ նման մարդ սա գոյություն ունի, իրոք չգիտեմ, հպարտանում եմ, որ մեր գյուղում, մեր հասարակությունում նման էակ, նման մարդ գոյություն ունի, որը չնայած մաթեմատիկ լինելով հանդերձ, ես ամեն անգամ ասում եմ, որ մենք ոչ պոֆիտ ենք, բայց այսօր մեր կարծրատիպերը կոտրեցին։ Շատ գեղեցիկ էր ամեն ինչ ասված քո ստեղծագործություններում, էմոցիա կար եւ իրականում այն կարծրատիպերը, որոնք գոյություն են մաթեմատիկների հանդեպ, դու այսօր կոտրեցին։ Շնորհակալ եմ, շատ հաճելի է ձեր հետ ծանոթանալ։ Ինչ վերաբերում է կազմակերպիչներից, խորապես շնորհակալություն, թող նման հեղինակավոր մարդիկ մեր համայնքում շատ լինեն, ժողովուրդ ջան, մենք էլ կարողանանք այսպիսի ուրախությամբ ու հպարտությամբ ընդունել եւ կազմակերպել երեկոներ, որոնց իրականում արժանի են։ Բերեք ծափահարենք։ Երբ տիկին Լավրան սկսեց ստեղծագործել, մեր հայրենիքում փոթորկափայլ եւ խռովահույս իրադարձությունների տեղ ունենում, հեղափոխություն, հնի ու նորի բախում, իսկ դրա արդյունքում մարդիկ հծվեցին նոր կյանք ապրելու երազանքներով, բայց փոխվեց աշխարհը, քաոսի հետևից, համավարակ, պատերազմ, որոնք իրենց հետ բերեցին մարդկային կորուստներ եւ հասարակության հոգեկան խորը ցնցումներ։ Իսկ այս ամենը չէր կարող հետք չթողնել նաև մարդկային հոգու շերտերը քննող ու զննող Լաուրա Ալեքսանյանի վրա։ Ծնվեցին հայրենիքի ծանր վիճակի, պատերազմի թողած ողբերգական հետևանքների մասին նրա խոհերն ու զգացմունքներն արտահայտող բանաստեղծությունների շարքը։ Լսենք մի քանիսը։ Օրերը աղիտ են դարձել են օրերը երևում, օրերը ժանտով են լծվել, ամուլ են օրերը անգայում, օրերը անսեր են մնացել, դարձել են ամբաղ տավերավոր, օրերը թաղծով են լծվել, օրերում տագնախն է դեգել, օրերից հիսերն է պակասել, հույսերն են բարակել հավատում, մահերն ու դավերն են շատացել, դավերն են ամենում անհատում, գալիքը մեկով է պատվել, անթափանց մեկը մեզ չի վերտում, անցյալը դիմակը կործել, քաոսի մտերքն է լինում։ Երբ պատերազմի ոտք է աշխարհում, սիրո երգերը սսկվում են, լռում։ Երբ երկրի վրա ռումբեր են պայթում, հոգուս երգերի համն է դառնում։ Ախ ինչպես հոգիս երգի սեր, երբ շուրն ամենուր ցավեր են մահեր, երբ եթերում կատարունա բոհեր, երբ ամենուրեք զոհերը զոհեր, երբ շեն տներ են լքում դատարկում, ճոխ քաղաքներ են երբ ավերակում, երբ հազարագույն երազանքներ են մերձնում համրանում, հոգուս երգերն են լռում համրանում, խեղճ հոգիս ինչպես երգի սեր, երբ որքանում են այնքան մանուկներ, խամրում են այնքան պայծառ աչուկներ, երբ մահանում են հավատ ու հույսեր, ես ինչպես երգեմ սեր ու խնդություն, երբ պատերազմը սփռում է միայն վիշտ ու տխմություն, երբ կարոտներում հույսերն են մեռնում, երբ թաղցին միայն լաց է գումարվում, երբ չարը ձեռքով իր արյունալի կյանքեր է խեղում, երազներով լի, երբ ինչպես թակես դու ճամփան չարի, երբ դար նյութողը սպտյալ է գիծում, դիմակով բարի, դեմքով արդարի, երբ պատերազմի ոտք է աշխարհում, երբ երկրի վրա ռումբեր է պայթում, երբ ցավ ու վշտից երկիրն է գոռում, հոգուս սիրածոր երգերն են լռում։ Խոսք ունի ասելու նաև դպրոցի պաշտոնորեն Վրեժ Պետրոսյանը։
Մեր սիրելի Լաուրային ճանաչում եմ 7 տարեկան ասակից, երբ 61 աշակերտների մեջ վիճականություն էին կանում, ես Գերգասպարյան Լևիկը և Հարկանյաց Սուրենը։ Լաուրան բաժին հասավ իմ եղբայր Լևիկի։ Եվ այդ մեծ ուսուցչի ձեռքի տակ նա կոչվեց 8 տարի, 7 տարիներով։ Դրանից հետո ուսումը շարունակեց։ Ու դարձավ մեր սիրելի բանաստեղծուհի։ Այսօրվա մեր բանաստեղծուհիներից երևում եք գրական աշխարհում Ծովինար Սայադյանը, Սիլվա Գուրանյանը, Լաուրա Ամիրխանյանը ու շատ-շատերը։ Սրանցից յուրաքանչյուրը ունի իր խոհերը, իր մտածմունքները, իր մոտեցումները, բոլոր հարցերը։ Գյուղականցին գրական, նաև ձեր գրական ընկերները Բեժանյանը, Անտոնյանը ու շատ-շատերը չեն թվարկում։ Այդպիսին են։ Դուք այս լեռների գրկում ծնվելով, մեծանալով, առնականալով, ուժ, եռանդ ձեռք բերելով, քնքուշ լորվա բնության գրկում ավելի կատարելագործվեցիք ու դարձաք քնքուշ ու քնքուշ։ Մեր պոեզիայի մեջ Թումանյանը պարզ է իր տխրությունը, իր ափսոսանքը, իր վիշտությունն է արտահայտել։ Մեծարեցնու Դուրյանը կյանքը, կենսասիրությունը, Տերյանը իր քնքշությունն ու թախիծը, Իսահակյանը իր հայրենասիրությունը, սերը, բռնկումները, Շիրազը իր հայրենասիրությունը, Սևակը իր փիլիսոփայությունը, Համոս Սահայանը իր բնապաշտություն և այլն։ Այսօրվա մեր բանաստեղծները կարծես թե նոր բան ասելու չունեն։ Շատ բանաստեղծություններ կարդալուց կարծես թե կրկնվում են, բայց նրանք ունեն իրենց սեփական ձեռագիրը։ Մեր Լաուրան կենսասեր, կենսախինդ, հայրենասեր, ոցավար, ամեն օրվա հետ ապրող, ամեն հաջողությունները տեսնող, ամեն վերելքները տեսնող, ամեն մի 44-օրյա պատրաստում բոլոր զինվորների հետ կռվեց, բոլոր ծնողների հետ լացեց, բոլոր ծնողների հետ ուրախացավ։ Այսօր դարձյալ նույն կարգով մեր սիրելի բարեկամ, մեր սիրելի աշակերտ, քեզնից շնորհակալ եմ, որ Ալեքսանդրյաներն հավաքեցիք, բոլորի կարող են լինել։ Դրա համար լավից մնալու վրա, Անդրանիկ է, դա։ Լվայ։ Ձեր շատ աջակցություններ եմ ցանկանում։ Շատ բանաստեղծություններ կարող եմ ասել, բայց մեկ օրվա առաջ ձեր խոհերը դուք դարձյալ կիսվեցիք մեր ժողովրդի հետ, կռիվ տվեցիք, այն բանի հետ, որ ինչու աշխարհն այսպես է։ Ապի, դու որ բերում ես մեզ այսքան ծավիկ, այսքան սեր, ինչպես տարար քեզ հետ այսքան կապույտ երազներ, դու որ կյանքը կյանքով լցնում, օծում ես օրը հույսով, ոնց լցրեցիր հայոց սիրտը տառապանքով ու վշտով, ապիր, ով քո ալվան սիրտը լցրեց մահով սևով, ապիր, ինչպես հային թողիր չչորացող արցունքով։ Մեր Լաուրայի ընկերուներից մեկը համակարծիք է, հետևյալ մտքի հետ բանաստեղծում։ Ճշմարիտ սիրո լռության արձագանքը ուղիղ տողերով գրի առել իմ շատ սիրելի պոետուհիս, խորհրդավոր ու մտքին, հխրուն սրտով, մեր սիրելի տիկին Լաուրա, արդեն ճանաչեցիրով է։ Ասել եմ շատ մակրել։ Չեմ երկարացնում։
չեմ երկարացնում։ Եթե փորձեմ վերլուծել, երևի ձեր բանաստեղծությունների ճշմարիտ գրախոսներից մեկը ես կարող եմ լինել, որովհետև ճիշտ եմ կարողանում հասկանալ ձեր խոհերը, ձեր զգացմունքները, ճիշտ եմ կարողանում հասկանալ, որ դուք կյանքը սիրում եք, որ ճշմարտացի եք արտահայտում կյանքը իր բոլոր անկյուններով, իր բոլոր ելևէջներով եւ այս ամենը ձեզ պատիվ է բերում եւ սեր է առաջացնում ձեր նկատմամբ ձեր գրական ընթերցողներին։ Ձեզ անչափ հաջողություններ ցանկանում։ Մեր սիրելի իր հերթական սրտի խոսքն ունի ասելու Լալա Ստեփանյան։ Բարի կեսօր բոլորին, բարի ողջույն մեր բանաստեղծուհուն Հայրենի բնորոշ։ Երբ մարդու մոտ զգացականությունը մեծ է, հոգին լի է էնտուզիազմով, հույզերն ու մտորումները կերպար են առնում։ Կյանքի որոշակի հատվածում այն անպայման դուրս է հորդես։ Երբ որ նոր գաղափարներն ու մտքերը ստեղծելու ձիրքը տիրում է մարդուն, դրանք ասես նման լինեն եռացող ջրի պղպջակների, որ ներքևից բարձրանում են վեր։ Սկզբում մեկ-մեկ, իսկ երբ դրանք շատանում են, արդեն գաղափարը ամբողջանում է և քեզ մղում նորանոր մտքերի ու հույզերի դուրս բերման։ Հաճելի զգացողություն է, երբ քո համագյուղացին, քո բարեկամուհին, քո ամուսնու քույրը կարող են ներկայանալ իր ստեղծագործություններով, այն է գեղեցիկ արվեստով։ Երբ բանաստեղծության գեղեցիկ բառերը շոյում են ականջը, դա մի առանձնահատուկ հաճելի զգացողություն է։ Ինձ համար պոեզիան մի յուրահատուկ աշխարհ է, դա խոսքի երաժշտություն է, որտեղ բառերը թեթև են, մտքերը նազանք, այնտեղ գործ ունենք մարդկային բարձր ու վեհ զգացմունքների հետ։ Պոեզիան մաքրում է մարդու հոգին, դուրս մղում չարն վատը։ Այս արվեստին տիրապետողները ձգտում են կատարելության, իսկ սիրո պոեզիան ձեռնտու է աշխարհին, այն գրվում է դողացող ձեռքով։ Այս աշխարհում դու բաց ես ու շիտակ, դրա հետ կարելի է սավառնել ունանության աշխարհից վեր, ճշմարտության թևերը թափահարելով ժամանակի մեջ հավերժության հետ։ Պոեզիան դա մի հրաշք արվեստ է, որին գովերգելու համար ամբողջ աշխարհի գերադրական ածականները ինձ համար քիչ են։ Ինձ թվում է բանաստեղծը շոյում ու փարում է իր յուրաքանչյուր բառին, մտքին, ինչպես փարվի սեփական զավակին։ Նրանց յուրաքանչյուրին տալիս է յուրատիպ զգեստ, գույն ու փայլ, հոգին լցնող զգացողությամբ, որ այդ բոլորը քոնն են, քո ամենօրյա ընկերն ու կողեկիցը։ Սակայն այս ամենի հետ նա ունի ընկալվելու և գնահատվելու առանձնահատկություն, որ մարդիկ հասկանան գրողի մտքերն ու ասելիքը և գնահատեն այն ըստ արժանվույն։ Կարծում եմ ինչ-որ կարծացի այդ բոլորը մտքերն ու գաղափարները անցանք մտքով այս բոլոր խոսքերը ձեզ էի նվիրված պոեզիայի տեսքով, ավելացնեմ, որ գիտակից տարիքից պոեզիայի խենթ ու խելակ սիրահար եմ, կուզենայի ժամանակը հետ գալ, քո այս բոլոր բանաստեղծությունները առողջապահության և առանց խտրականության ես անպայման կանեի անգիր և կքննարկեի Պետրոսյան Աստղիկի հետ և մենք կմրցեինք, ինչպես մրցում ենք մյուս գրողների ստեղծագործությունները։ Լավրա ջան, Լավրա ջան, շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա արդիվ, ցանկանում եմ նորանոր գործեր, նոր ճախրանք դեպի վեր պոեզիայի անհուն աշխարհ։ Ինչ լավ է, որ դու կաս, և ինչ լավն է, որ դու մերն ես։ Եվ մի փոքրիկ ակրոստիկոս քո անունով։ Լուրջ ու մեղմիկ, անուրջ գողտրի, ու հմայիչ նուրջ կանացի։ Ռոպեն թող քո ուսայով օծվի, Աստվածն էլ քեզ պահապանվի։ Աստված սեր է, և այդ սերը, որ դեռևս մանկուց ժառանգել է մշեցի նախնիներից, ամեն օր հանդիպում են նրա բանաստեղծություններում։
Աստծո գոյությունը աստվածային մաքուր եւ արտահայտելով շարժվելու փափագը միշտ արկա է նրա գրվածներում։ Իսկ այդ ցանկությունը բախվում է մի տեսակ չարացած եւ երբեմն անաստված դարձած իրականության հետ, այդ լուսավոր սերը երբեմն շղաշվում է տխրության, թաքցի, նույնիսկ հուսալքման քորով։ Աստվածային սեր ելույթ ունենա անարշակել։ Ինչ լսեմ է Աստծո սերը, անաչափ, անկեղծ, ինչ շռայլ է բաշխումները, գթասիր, անյերջ։ Արշալույսին երբ արևին շողերն է խորում, հույս չէ նրան, թե այդ շողեցով է ջերմանում։ Արհատ տալիս է նա հույս ու շող յասին, և գգվում է փարվում, շոյում, լավին ու վատին։ Ու թափում է իր անձրևը, ցողում կաթոկին, զովացնում է կուրծքը հովի, կյանք տալիս լույսին։ Ու նույն լույսից, շողից, ջրից բերքում են կրկին, այն մեղավոր մարդու ատում անմեղի այգի։ Արևի գործը լող ջերմացնելն է, անձրևի գործը հողին փարվելը, ծաղիկներինը քնքուշ բուրելը, թռչուններինը անուշ երգելը։ Իսկ սիրո գործը անսպար առատ երկնքից երկիր մեղմիկ ծորելը։ Այդ անբիծ սիրով սիրենք ամենքին և այդ սիրով հեցնենք մեղքին։ Եկես նորոքեմ հավատս նաշված, հավատից էլ զիսեր քրիսեմ, շարերն ու խուստումը խարծված, սրտի շաքերը լույսով կկարեն, հավատի բարակ բայց ամոթ հլով, պատրվածերս ինք կարկատերով, և երասներս թևերը գծրած, աստվերից կախպող բարան գիրուսին, բաղորդյանի դեմ սիրտս բասկանել, արվազակի վաշ հողրի մեջ հույսս կթրծել, հեկ կարատներս ծյածանի նուրկ միներով խրծրել, սիրտս երկնային բուրվար կշինել, ու կրակի դեր սերս անամակ։ Մեր գյուղը և մեր դպրոցը միշտ հպարտացել են իրենց տաղանդավոր սաներով, որոնց մեջ կան գիտնականներ, շինարարներ, բժիշկներ, բանաստեղծներ, քանի որ այսօր խոսքը պոեզիային է նվիրված, այս դպրոցից դուրս եկած ևս մի քանի ստեղծագործողների անուններ. Աղիկյան Կագրեն, Արշակյան Ջուլիետա, Սարգսյան Տիգրատ, Անուշավար Պետրոսյան և էլի շատերը։ Եվ իհարկե այս աստղաբույլը գլխավորող Արտավազ Նազարյանը, ում ստեղծած պոեզիան արդեն իր փոքրիկ տեղն ունի գրականության ամբաստանում։ Տիկի Լաուրա, ձեր բոլոր ստեղծագործությունները ներկայացնում ենք մեկը մեկին նմաստնող, մեկը մեկից գեղանի, և որքան խորուն քեզություն կա, որքան քնքուշ բարություն և մի վերերկրած իրացանապայ լավատեսություն։ Սիրելի բանաստեղծուհի, մենք ցանկանում ենք ձեզ երկար տարիների կյանք, առողջություն, երջանիկ լինեք ձեր ընտանիքի հետ միասին։ Ուզենք լսենք ձեզ։ Արդեն կես դար է անցել է նորից, որ ես առաջի անգամ ոտքեր դրել դպրոց։ Այս ուրվապես հիշում եմ, ըգեր Պետրոսյանն ու Ջեր Գասպարյանը գրում էինք առաջի դասարանցիների անուն ազգանունները, ու հիշում եմ, որ եկար վերքուն ես տանն էի, հենց լսեցի մաման ազգանունը, ոնց որ առաջի անգամ զգացի, որ ես անհատ եմ, մարդ եմ, ահավոր ուզվեցի, դեց ալեգոցված, հախա իհարկե, ամոթից։ Ընկեր Գասպարյանի հոգին թող լույսերի մեջ լինի, միշտ մեծագույն սիրով, մեծագույն երախտագիտությամբ եմ հիշում այն ինչ տվել է Ընկեր Գասպարյանը ինձ։ Ես հիմա խոսում են, ասենք, գիտեք, ես մաթեմատիկ եմ, ինչպես բնորոշել մեր տարածաշրջանի ընդհանրապես ժողովրդի, ու պոեզիան հակադիր չի մաթեմատիկայի, ընդհակառակը շատ նման է, խնդիր նորմալ բարդ խնդրի շուրջ մտածելու ժամանակ դու պետք է կարողանաս մտքերդ աշխարհից առանձնացնել ու կենտրոնանալ այդ թվերի տվյալ խնդրի վրա։ Նույնը պոեզիայում է։
շատ նման է իրոք խնդիր լուծելուն։ Էլի պետք է առանձնանա մտքերը, ուղղակի այնտեղ մաթեմատիկայում թվերն են, այստեղ բառերն են պոեզիայում։ Ու մի բան է, պոեզիայում մտքին գումարվում է սիրտն ու հոգին, մաթեմատիկայում միայն միտքն է գործում։ Այսինքն պոեզիան նույն մաթեմատիկան է, որի մեջ դնում է սիրտ և հոգի։ Պետք է լինի տրամաբանություն, պետք է լինի ճշմարտություն պոեզիայի մեջ, որ իմաստու արժեք ունենա։ Չգիտեմ, շատ լավ բառեր ասեցին այսօր ինձ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ընկեր Պետրոսյանին, Ռուզաննային, բոլոր նրանց, ովքեր հետևում են իմ ստեղծագործություններին։ Շնորհակալ եմ իմ սիրուն Լիլիթին, որ իր փխրուն ուսերի վրա առանց դրա գարնանային այս աշխատանքների հետ նաև այս մեծ ծանրությունը վերցրեց։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կարդացին այսօր, խոսեցին իմ մասին, իմ ստեղծագործություններից կարդացին, հիացած եմ պարող փոքրիկներով, շնորհակալ եմ բոլորին, ով այսօր ներկայա, ով իր ներկայությամբ ուրախություն, կարևորություն է տալիս իմ օրվանը, այս օրվանը։ Այսքան է, շատ շնորհակալ։ Շեկի Լաուրա, հատուկ ձեզ համար ազգագրական բարերի շարք, Ալաշկերտի կատարման։ Thank you.
Մի օր ես էլ մուտ կհեռանում, ու էլ չեմ ապրի այս արևի տակ։ Կլիներ մանում գրված մի քարի, ամբերատար հող ձեր ոտքերի տակ։ Բայց ես կմնամ ինչ-որ մի սրտում, մի հոգուծածու, տակու կամքինում։ Կմնամ անտես, անյութ աշխարհում, հույզերի գետին ես կմիանամ։ Կմնամ որպես չխամրող մի հուշ, չմարող երազ, կապույտ ու քնքուշ։ Որպես կարոտի չկաթող արցուն, որպես թավցիլած, անձայն, անամում։ Ոմանց աչքերում տան ժպիտ, մի մտքում որպես շող լուսակթիվ, կմնամ որպես սիրո անշեջ հուր, կգտնվեմ հոգուտ, թե լինես տղիք։ Սեր բարի կախարդ։ Ասում եք հրաշք մեր կյանքում չկա, հրաշքն իսկական հենց սերն է, որ կա, որ գալիս թաքուն մեր սիրտն է մտնում, ու հրաշքներ է մեր սրտում գործում։ Անգույն է հոգի, սերը կլցնի անուշ թույրերով։ Մրսում է հոգի, չմարող արև հոգուտ կբերի, թաքծում է հոգի, վար երազանքներ այնտեղ կփռի։ Անկյանք է հոգի, սերը կլցնի խեն գրգիրներով, տանջանքդ անգամ նագոցի քնքուշ սուրբ թասիրներով։ Անձիր մի տիեզեր կփարպակի քո մի բուր սրտի մեջ, կստիպի սրտիդ երազել, թախծել, կարոտել անվերջ։ Մեկին դեռ երեք անտես անծանոթ, կդարձնի սրտիդ հարազատ ու մոտ։ Քեզ կիսաճանաչ հեռավոր մեկին, ընկեր կանի քեզ ջերմ ու պատվովի։ Նրան ով երեք մեկն էր աշխարհում, կդառնա միակն այսօր քո հոգում։ Անուն, որ երեք քո հոգում ոչ մի հույս չէր արթնացնում, այսօր քո հոգում կծնի քաղցր հույզեր անհատնում։ Սիրտդ, որ երեք թվում էր անսանձ, ազատ, ինքնիշխան, կդառնա հլու սիրուն ինքնական, կտրվի նրան։ Եվ մենությունդ, որ երեք դատարկ ու լուռ էր այնքան, կլցվի այսօր սիրո երգերով նուրբ նվիրական։ Ասում եք կյանքում կախարդանք չկա, բարի կախարդը հենց սերն է, որ կա։ Բանաստեղծությունը ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ից։ Դու նոր տարի, թե կարող ես, թեթև սաղքովարի, թեթև իջիր, տանջված երկրից ցավոտ ուսին, լույսի շողի նման ցոլա, փարոսի ամեն պետիսերի, թե կարող ես, մեր ազգային վարքովարի, կապիր անցյալը գալիքին, անտես, հազար բյուր թերերով պին դագուցիր, հայի ոգին իր ազգային ակունքներին, մեծերին բեր իմաստություն, փոքրերին խին ուրախություն, ծնողներին հույս ու բերկրանք, զավակներին սեր ու հարգանք, խռովներին համբերություն, ամբավներին բեր գոհություն, անգութին խիղճ բեր նոր տարի, որ կրամորին բեր լիություն, ժուշկարություն բեր անկուշտին, ամբարիշտին խաղաղություն, այնպես արի, որ խավարը լցվի լույսով, թևաթափը լցվի հույսով, մեր հավատը թող զորանա և մեր հոգին հզորանա, իմ նոր տարի, այսպես արի մնա որպես հույսի, լույսի տարի, բարի տարի, բարովարի։ Երկիրը որքան լույս տվես կյանքին, կյանքը կույր մնաց, որքան ողանջ ու երկ տվես կյանքին, կյանքը խուլ մնաց, որքան սեր խառնեց երկինքը կյանքին, կյանքն անսեր մնաց, որքան գութ, գորով, պարգևես կյանքին, կյանքն անգութ մնաց, բարիկով օծեց երկինքը կյանքին, կյանքը չար մնաց, որքան սրբեց ու զտեց մեղքերից, մեղքերում մնաց, որքան շատ զիջեց երկինքը կյանքին, կյանքն այնքան դաժան սանձարձակ դարձավ, որքան շատ ներեց Աստված աշխարհին, աշխարհն նույնքան ավել չարացավ։ Խնդրում եմ մարդիկ, աղոթենք երկնին, խնդրենք իր արդար ցասումը զսպի։ Ամենքս մի բուր սեր խառնենք կյանքին, որ կյանքը մի քիչ երկնոտի։ Ձմեռը չի մահանում, նրանց ենք աղալին,
Գնում է սպասելու իր հաջորդ հերթափոխում, գնում է, բայց երբեմն կես ճամփից ետ է դառնում, գալիս է հանդգնորեն, գարնան իր հորից հանում, գալիս է սրտում կայոտ, խեյթանում երեսանում, արևին իր ամպեղին, վավաշոտիքն է անում, հենց փառքի, հենց ջերմած, ծեր ձգմած սառած հոգին, նա լացով կհեռանա, լավ ոյխին դեկարանքին։ Օրը մաշվելով հասավ ավարտի, խարետի քողը սարերի միջև, արևամուտի շողերը վերջում, սկսել էր հոգնած ու ծույլ հորանջել։ Արխի թեմվել է ծեր սարի ուսին, սարն ուզում է հիշոել, ուզում է դրկել մենավոր կույսին, նրա հուշ շնչով հոգին ջերմացնել։ Զգում է արխին տենչյան հասարից, ամոթից շիկնում է, շարավունում, շոյում է նրա ուսերն ախրերից, վերջին շողերով լանջը։ Սարը խենթացած այս քնքշությունից հարվում է կարծես շողերի հուշը, բայց շարավունած բոսոր արևը անհետանում է երկին ծավ ծոցքի։ Նոր գտած սերը արդեն գործրած ու լքված, մոլորված սարին թախից մեջ։ Հատածով թախծում լուր համատարած յուղնության գիրկը ընկած։ Ով Արամիչ, ու նայում եմ, հրաշք ես կերտել, ու անխտիր ամեն օրը երկեր ես կրել, երբ ես տցրել անձության ամեն մի տիրում, երբ կա ամեն մարմնի շուքին այս մեծ տեզերքում, հավերժ երկ է նշում, երբ մի կապույր դասում, և ամները երկելով են, հայտնվում խուչություն, երբ կա գարնան վար արևի ամեն շող մեջ, երբ կա աշնան տխուր վտիր պահ հայասի մեջ, Եվ կա մեղրիկ հովիտ լեզուց է, յուրի շորդին խրող երկ ես ուրմ անգամ հող մնորելի։ Երկելով են տշունները անում իրենց չուն, երկելով ես գանան շունչը նրանց հետ կանչում, երկելով ես սերը ծորում դսուն սերտի մեջ, սիրող սերտը սեր ու թախից է երկում ամեջ, գալիս թակն ու սեր է երկում, հուսանի ունքին, լուր գրիշս երկ է լուր նորից ու կշտում։ Արտիկի գրքին պատկանող նաև ողջունի խոսք ունի ասելու թողնուհի Մարիան։ Խոսք ունի ասելու նաև Լիգի Լավրայի ամուսինը։ Պարոն Ամիքայանը, մենք Ողջունում եմ բոլորիդ, Լավրայի համար սյուրպրիզ էր, որոշել ենք այն ամենայն սյուրպրիզով ես վիճակը կարգավորենք։ Ինչ եմ ուզում ասեմ, ուզում եմ երկույթի շրջանակները, մեծ օրվա ցերեկույթի շրջանակներում մնան։ Եվ միաժամանակ մի քիչ ավելի, որովհետև ինձնից առավել ոչ մեկը չի կարող Լավրա Ամիքանյանին ներկայացնի որպես մայր, որպես կին, որպես հարս, որպես մարդ ընդհանրապես։ Մեր 35 տարվա համատեղ կյանքի երևի առաջին անգամ է, որ ես հրապարակում եմ մեր արդյունքները։ Ուրեմն մի քիչ ուզում եմ հեռանամ, որպեսզի ավելի հետաքրքիր լինի։ Ես ընտանիքի միակ զավակն եմ, հայրս էլ ավանդապաշտ մի աներևակայելի, որպեսզի պատկերացնեք ավանդապաշտության աստիճանը, որպեսզի հարևանի կինը եթե ուզում է իրեր մի հարցով դիմի, պիտի կարժմորսական դեպի, որ նա կարողանար հետո այդ հարցը ներկայացնել։ Ու բայց խնդիր կար, ասում է լավ, ես ինչ հարց պետք է տալու մարդու, որևէ ձևով բավարարի ու երևի աստծո կամքներ այդ կարելի ասկեզ փնտրպունքտերի մեջ, թեև Լավրան միակ անձնավորությունն է եղել, որ ես ծնողներիս առաջարկել եմ գնալ խնամախոս ու մի խոսքով։ Մեր ընտանիքը ձևավորվեց և
Լավրան դարձավ հորս սիրելի ոչ միայն հարցը, կարելի ասել աղջիկը։ Եվ ամենատարբեր հարցերով միշտ որպես աղջիկ էր ընդունում եւ ես ավելի շատ ես էի խորհուրդ տալիս։ Ինչեր է։ Այդ մեր ընտանիքի հետ կապված երևի ամենալուրջ գնահատականները, որ իմ կարծիքով կարելի է ասել։ Իսկ մյուս հարցը, որի շուրջ ուզում եմ խոսել, երբ որ Լավրան սկսեց ստեղծագործել, մեր մոտ ես գրականագիր, բանասեր, շատ ընկերներ ունեմ, ու դե գիտեք, պայմաններում ոնց է ատնում։ Այս Լորվան շրջանքներ, այս տեսար բնությունն իր խոսքն ասեց եւ այլն։ Ու ես մի պահ կենտրոնացա, ինձ էր հետաքրքիր այդ ներշրջանքը որտեղից էր գալիս։ Եվ իմ առաջ պատկերվեց sense մի տեսարան Բալաբեկ պապի գլխատան Գերդաստանն է եւ իրենց այդ ամբողջ իրիկվա հավաքույթի մեջ, որ լրիվ հարևաններով հավաքվել, Բալաբեկ պապը երկով բանաստեղծությունները, եկյատները պատմում եւ մի փոքրիկ քնած քնկոտ փոքր երեխա մի անկյունում ծվարած քնի ու երազի մեջ լսում է այդ բոլոր պատմությունները։ Ինչևէ, եթե անկեց այդ իսկապես ձեր իրողությունն է, որ ինձ սիրել է։ Եվ ես շատ կուզեի, որ այդ ավանդույթը, որ այդ յուղը իրեն մեջ պահել է, այս sense այս հավաքույթը նաև այդ գենետիկայի, այդ գենետիկական հիշողության արդյունքն է, որ ձեզ բերեց, միացրեց իրար, եւ կուզեի, որ իսկապես այն ինչը, որ ձեզ կյանքատվել է, ինչը, որ ձեզ իսկապես ապրեցնում է սուրեն, ունենա այդ քիքն ու այդ որությունը։ Իմ վերաբերմունքի մեջ Լավրայի նկատմամբ ևս մի հատ շերտ ավելացավ, որ արդեն այս 4 տարի կարծես թե Թող շատ ավելանար, ավելանարքան շատ իրարման։ Նորից ուշերս մոլոր, թրշնի թև առան, մարմինս տեղում թողի, ինձ իրենց հետ տարա։ Տատս թոնիրը վառել, հրել էր գունդը, իսկ ամարվա զովքամին շոյում էր հունդը։ Լույսն իջնում էր երտիկից, թափվում թոնրի մեջ ու խլում էր գրակից հուրը անունդ մեջ։ Գալարվում էր ծուխը չար, շուրուրվում լույսին ու ծոր տալով միալա, ձուրվում երկնքի։ Պար էր գալիս լույսի մեջ աղուրի փոշին ու խառնում են այդ պարին երազներս հին։ Հանկարծ ծուխը գորշատեր, լույսնի մեջ առավ, երազանքներս անթև, խտտեց, տարա։ Դեռ նայում է աղջիկը շվարած այդ լույսին, ուր ուրախ ինքնամոռաց պարում է փոշին։ Տիկին Լավրա, ուղղակի երեխեքը սեղմ ժամանակում են արտասանել ու գիտեք ինչ, Գեր Պետրոսյան, գիտեմ ինչու պետքա դպրոցում ասմունքի ժար լինի։ Ասմունքը հայի խոսքի, չգիտեմ, անկյունաթարնա, գոհարնա, մաքրամաքրողնա, պես գեղեցիկ էին արտասանում, լավ էին արտասանում, բայց չէր հասնում, իսկ տիկին Լավրան ինքան քնչությամբ այդ բառերը գրել, երևի իր երեխաներն այդքան չի շոյել, չի փայփայել, ինչքան շոյել է իր բառերը, իր բանաստեղծությունը։ Տիկին Լավրա, ես հիանում եմ, նորից եմ ասում, հիանում եմ ձեզանում, ես ողջունում եմ ձեզ, ես սիրում եմ ձեզ, բոլորս ենք սիրում, կամոյից հետո։ Ոնց միացնելու նաև Տիկին Հայրապետյանը ասել։ Ես կարճ խոսեմ Լավրա ջան։ Ջորջ Վաշինգտոնը արթո էսպես ասել երկրորդ ակերում գնահատում եք։
Հաշվի արեք ինչեր եմ հաղթահարել։ Թե ինչեր ես հաղթահարել դու գիտես, բայց ես մի պատնեշի համար, որը հաղթահարել ես և անցել ես անսահման ազատության ոլորտ շնորհավորում եմ քեզ։ Դա պոեզիայի ոլորտն է, որտեղ հոգին անպարփակ ազատ է, բաց է, մանկան պես կասեր Սևակը։ Ես քեզ դրա համար եմ շնորհավորում, ես այնպես լավ եմ հասկանում քեզ այդ աշխարհին։ Ուրախ եմ քեզ։ Նորից բացել իմ դեն, երկինքն իր դուռը, ես ուզում եմ զարմանակ իր աստեղ սովորություններով։ Նորից ուխտի է կանչում բուսեմատուրը, նորից հոգիս թևարել ճախում է թեթեր, հույսը սիրտս անբարել, հայթում է անթեր։ Ու կտրվել են հողից ոտքերս անձես, անունթեղեն է կարծես մարմինս անյես։ Խտացել է պահի մեջ հավերժությունը, անսահմանին է ձուլվել իմ ինքնությունը։ Թոթափել եմ ամեն վախ, ու ամեն տագնապ, կանգ են արել չեն հոսում ժամ ու ժամանակ։ Երանի թե պահը այս հավերժ երկարի, տեր զորացրու աղոտքս հանգարց չկպրի։ Այնքան լպավորիչ է ամեն ինչը վերջին խոսքը հրաժեշտ լինել, բայց ես չեմ կարող արդար։ Անկեղծ չեմ ուզում ապեն կարդալ։ Եթե էլի խոսք ունեք, ասենք մենք սիրով կլսենք, նոր հրաժեշտի խոսքը կկարդալ։ Ես տեսական խոսեցի, խոսավոր, եթե հարցեր կա, սիրով կպատասխանեմ։ Եթե չկա, ստիպված ավարտել։ Ես ուզում եմ նաև Լավրա Աբիթանյանին ներկայացնել որպես ոսկե տասնյակի լավագույն շարավիրներից մեր քեզ շատ լավ նկարագրեց, ուրեմն յուղում շատ բազմազավակ մայրեր կան, բայց ես ճիշտ ասած չգիտեմ, ով է տվել այդ տիտղոսը Ալեքսանյան Բալաբեկի Գերդաստանին, ոսկե տասնյակ, երբ որ ես ջահել հերատի 17-18 տարեկան էի, երբ որ եք խոսում, խմում էինք ոսկե տասնյակի կենաց, ես երբեմն չէի հասկանում խոսքը ինչի մասին է, և մեծերն ինձ ասում են դու ակնաջտկախ, լսի տարներկացնել և դու կհասկանաս։ Հիմա ես ուրախ եմ, որ ոսկե տասնյակի լավագույն շարավիրներից մեկն այստեղ է և փայլում է իր լույսով ու շատ խոր ցավ ու սրտի կսկիծ եմ ապրում, որ այդ շարավիրները նաև նոսրացել են։ Մնացեք, մնացածներին ամուր առողջություն ու կա, շնորհակալություն այսպես։ Մարդիկ, ես ուզում եմ ես անպայման ասեմ, երբ գրում էին նոր, ասենք շատերի հետ նաև իմ ամուսինը մտածում էին, որ դա քո այսօրվա ապրումի մասին ես գրում։ Իրականում պոեզիան ոչ թե այսօրվա ապրումն է, այդ երևույթներին կյանքում տեղ գտած անքանակ երևույթներին քո այսօրվա մոտեցումն է։ Այսինքն ես ասենք այսօր կարող եմ գրել կորած սիրո մասին, վաղը գրել հայրենիքի մասին, մյուս օրը գտած սիրո մասին, դա օրվա ապրումը չէ պոեզիան։ Պոեզիան շատ արվեստ է, նկարչություն է պոեզիան, որտեղ ընթերցողը երանգները ինքն է ավելացնում երանգները, քանդակագործություն է պոեզիան, որտեղ նյութը ընթերցողն է ընտրում։ Ես շնորհակալ եմ, որ իրոք Հասմիկ ջան, ես իրոք հասա այդ ազատության երջանիկ եմ իրոք, որ ունեմ իմ ներքին ազատությունը։ Նյութական ամեն բարիք ես չեմ անտեսում, ամեն ինչ իրա տեղն ունի, բայց հոգին միշտ պետք է ձգտի գեղեցիկի, վեհի, կատարելության, այո, այսինքն պետք է միշտ ինչքան էլ ոտքերը գետնին ամուր լինեն, այդքան պետք է հոգիդ հայացքը դեպի երկնքին ուղղված լինի, իսկ պոեզիան տանում է քեզ
դեպի երկինք։ Շնորհակալ եմ նորից շատ, հիմա սպասում եմ Տիկին Լաուրա, մենք բոլորս տեսություն կասենք այն ակնկալիքով, որ հաջորդ հանդիպումը կլինի ձեր գրքի շնորհանդես։ Գրքին ու գրքին ձեզ վերնավոր աշխատանք, ինչպես դուք եք գրառել Facebook-ում, թեկուզ մեր կյանքի ուղին նախանշված է ի վերուստ, մեր յուրաքանչյուր որոշման համար Աստված ունի հստակ ծրագիր։ Ձեզ շատ հաջողություններ Տիկին Լաուրա։ Այսօր ձեր հարազատ գյուղից ձեզ կտանենք հաստատ ջերմություն, որը կնպաստի ավելի շատ ստեղծագործելու ձեր շատ հաջողություններ։ Կեզրափակենք Տարոնի բանաստեղծությունը Կարտասանի, եթե ես չլինեմ։ Երբ ես չլինեմ։ Ես լինեմ, թե ոչ, աշխարհում ոչինչ չի փոխվի։ Թե դեր ունեի անգամ այս կյանքում, մեկ ուրիշը նույն դերը կստանձնի։ Ինչ ես եմ գրում, ուրիշը նույնը գուցե ավելի, հմտոր է սաում, վերջ շարադրել։ Ես լինեմ, թե չէ, գարորը նորից սիրով կբուրի, արևը նորից խինդ կյանք կբերի, նորից սարից ձյունը կհալվի, շանթի որոտից ամպը կփլվի, կգժվի գետը ու կվարարի, հինապերի հետ նորից կկրվի, չոր աղու նորից մեր կկարկաչի, իր քույրիկների երկով կկանչի։ Ես լինեմ, թե չէ, դաշտերը նորից զմուղ կհագնեն, կպտկեն ծառերն ու կբողբոջեն, ծաղիկներն էլի հերթով կբացվեն, անուշ բույրերով օդը կլսնեն, գուցե ժայռերը անգամ կանաչեն, զորերը ծաղկում երկով կարկաչեն։ Ես լինեմ, թե ոչ, կյանքը իր հունով առաջ կքայլի, ու այնտեղ ոչինչ չի փոխվի։ Բայց գուցե ով գիտի, մեկն ինձ կարոտի, մի սիրտ առանց բառ, ձայնի ինձ կանչի, մի հոգի գուցե կուչ գա իր բնում, ինձ համար թաղծի, մեկը գուցե իր քունը կորցնի, բաց թաց աչքերով գիշեր լուսացնի, գուցե մի սրտում միտեղ այդպես էլ միշտ թափուր մնա, գուցե մեկի մոտ կյանքն այլ ծուր հունով արդեն ընթանա, ու անուններում կարոտը մի քիչ խտանա։ Շնորհակալ եմ։ Շատ է շատ, հազարից ավել մեկ չեն կարող, հազարիներ անդրադառնա, ժամեր օրեր կպահանջի։ Մեկը մեկից յուրահատուկ, մեկը մեկից յուրովի, ընտրում ենք, թե որը տանք, չգիտենք, խճճվել ենք։ Հուսանք, որ այս փոքրիկ միջոցառումով կլսնենք այո ձեզ կյանքը։ Շատ հաճելի, շատ ջեր մթնոլորտեր, չգիտեմ, անսահման շնորհակալ եմ, շատ տպավորված եմ, ես կմնա իմ լավագույն օրերի, լավագույն հուշերի մեջ, շնորհակալ եմ։ Ես իմ խորհրդակցություն եմ հայտնում բոլորիցը առանձնապես Ընկեր Այրապետյան ձեզանից իմ կողքին լինելու, այո, սցենարի վրա աշխատելու, Հասմիկ Պետրոսյան ձեզանից նույնպես շատ եմ շնորհակալ եւ բոլորից իմ երեխեքից բոլորից Նազարյանից այսքանով